Պարոն Նարեկ Կարապետյան, դուք որ երկու օր առաջ ինտերվյուում հայտարարեցիք, որ տրիփը դա կորիդոր չի, այլ ճանապարհ եւ մենք մեր խոսույթներում պետքա այդպես ասենք։ Այդ ինչի նկատի ունեք։ Դա ճանապարհ է, դա միջանցք չէ, դա ճանապարհ է եւ կարծում եմ, որ մեր խոսույթներում դա պետք է անվանվի ճանապարհ։ Դուք չեք համարում, որ իշխանությունը ամեն դեպքում Ադրբեջանին միջանցք է տվել, ինչպես պնդում է ձեր ընդդիմադիր մյուս գործընկեր։ Դա տարբերություն է մեր երկու ֆրակցիաների միջև, մենք համարում ենք, որ դա ճանապարհ է եւ մենք համարում ենք, որ երբեք ոչ մի երկիր Հայաստանի տարածքում միջանցք չունի եւ չի ունենալու։ Շնորհակալություն։ Ու երբանից է դիտենց որոշեցիք։ Չէ որ ընդդիմությունը միշտ ասել է, որ տրիպը դա կորիդոր է ու հիմնավորել է խիա տենց կարծում, որովհետև ադրբեջանցիք իրանց Ադրբեջանից դեպի Նախիջևան գնալուց ոչ մի փաստացի տամոժնի կոնտրոլ չեն անցնելու ու հենց այդ պատճառով էլ թե ընդդիմությունը, թե մենք ժողովուրդս համարում ենք, որ դա բանա կորիդոր է հանդիսանում, որտեղ խոսքի մենք հիմա Վրաստան գնալուց, ասենք, չենք կարա առանց տամոժնի կոնտրոլ անցնելու մտնենք Վրաստան։ Հիմա փաստացի ադրբեջանցիք կարողանալու են ու դա արդեն ամսի 8-ի օգոստոսի 8-ի հայտարարությունում այդ իրանց կնքած պայմանագրում արդեն փաստացի հենց այդ մասին խոսվել է, որ էդի դենց է լինելու է։ Հետո Արարատ Միրզոյանը ասեց, որ back office, front office է լինելու։ Ու մինչ այդ մի քանի տարի առաջ հենց Ալիևը պահանջել էր ու ասել էր, որ մեր ադրբեջանցիք չպետք է հայ զինվոր տեսնեն, հայ պագրանիչնիկ սահմանը անցնելուց։ Ու փաստացի Փաշինյանի կառավարությունը դա ապահովեց Ալիևի համար ու ադրբեջանցիք չեն տեսնելու ոչ մի հայ զինվորի երեսը, հա, այսպես ասած։ Ու դուք հիմա ասում եք, դա միջանցք չի, դա ճանապարհ է ու դա հնարավորություն է տալու Հայաստանին։ Ինչ հնարավորություն է տալու, եթե Հայաստանին պատկանում է ընդամենը 26% ակցիաները, իսկ մնացած 74-ը Ամերիկային է պատկանում։ Ու գիտենք, որ հենց Տրամպը Էրդողանի լավ ընկերն է, ու չի բացառում, որ Տրամպը ավելի շատ Թուրքիայի օգտին է այդ ամեն ինչը աշխատելու, քան Հայաստանի։ Անհասկանալի բաներ է կատարվում մեր ուժեղ Հայաստանի հետ։